Ազգային ժողովում ընթացող վարչապետին անվստահություն հայտնելու լսումների գործընթացի ֆոնին ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում այն անհեռանկարային է որակել։ Նա համոզված է, որ ընդդիմության նախաձեռնությունը ձախողվելու է, միևնույն ժամանակ վստահություն հայտնելով, որ ընդդիմադիր ուժերը պարտություն են կրելու նաև գալիք ընտրություններում։ 2021 թվականին, երբ որ կյանքի եւ մահի հարց էր, պատերազմից 6 ամիս էր անցել, իշխանությունը ընտրություն կազմակերպեց եւ ընտրությունները ինքը այսօր արդեն նաեւ հրապարակայինորեն ընդունում է, որ լեգիտիմ է իշխանությունը։ Իրանք ինչ ընտրություններ, իրանք եկել ասել են, եկեք Վազգեն Մանուկյանին տանք, հետո եկեք Կանադայի քաղաքացի Վազգեն Գալստանյանին տանք, հետո կորոշեն։ Իրանք ընտրությունների պատրաստ չեն։ Մենք հենց վաղն էլ կարող ենք գնալ ընտրությունների, բայց դրա կարիքը աճ կա։ Երկրորդը մեր ժողովուրդը մեզ 5 տարով պատվիրակել է եւ դա արդար այդ ընտրությունները, տեսեք դուք շատ հետաքրքիր բան եք ասում եք դուք պատրաստ եք, իրանք պատրաստ չեն ձեզ ձեռ տալի։ Այդ ընտրությունները պետք է ձեռ տալ ժողովրդին։